Ուկրաինայի մի շարք շրջանների վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման ֆոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին և մյուս երկրներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Աջակցեք Ռուսաստանի վրա արդար ճնշում գործադրելու բոլոր ջանքերին, աջակցեք դիվանագիտությանը, քաղաքական ու տնտեսական ճնշումներին։ Խնդրում եմ սահմանեք արդյունավետ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ իրական խաղաղության հասնելու համար, հայտարարել է Զելենսկին։ Վաղ առավոտյան Ռուսաստանը թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ։ Մայրաքաղաքում 3 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան։ Զելենսկին հայտարարել է, որ ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ են ֆիքսել։ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները տարբեր ուղիներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվեն։ Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել ուկրաինական կարգավորման համար։ Ռուսաստանը շնորհակալ է դրա համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական բանակի ամենօրյա հարձակումները Կիևի գործողությունների պատասխանն են։ Այն ամենն, ինչ տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում, այն ամենը, ինչ մեր զինվորականներն անում են ամեն օր, պատասխան է Կիևի ռեժիմի գործողություններին, որն այժմ ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ուկրաինայի արտգործնախարարն արձագանքել է, շեշտել Ռուսաստանի և Ուկրաինայի գործողություններն անընդունելի է դնել նույն հարթության վրա։ Նրա խոսքով ուկրաինական ուժերը թիրախավորում են օրինական ռազմական թիրախներ, մինչդեռ ռուսական կողմը հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը։ Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնին միջնորդ դառնալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լուծելու այն հարցը, թե ինչ է հնարավոր անել Միացյալ Նահանգների միջուկային վառելիքի հետ, որը պահվում է ռուսական ուժերի կողմից վերահսկվող Զապորոժեի ատոմակայանում։ Ռուսաստանը ցանկանում է վերագործարկել ատոմակայանը և խոչընդոտներից մեկը միջուկային վառելիքի հարցն է։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Գրոսիի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կամ օգտագործել ամերիկյան ընկերության կողմից մատակարարվող վառելիքը կամ ամբողջությամբ վերադարձնել այն Միացյալ Նահանգներին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ դրա վերագործարկումը ներկայումս անհնար է կայուն էներգիայի մատակարարման և սառեցման համար ջրի բացակայության պատճառով։ Նա հայտարարել է, որ իր գործակալությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տարիների լավ համագործակցությունից հետո կրկին մեղադրվում է հանձնառությունները չհարգելու համար։ Եվրոպական 3 երկրները գործակալության կառավարիչների խորհրդում կողմնակալ գործողություններ են ձեռնարկել Իրանի դեմ։ Երբ այս 3 երկրները 2005 թվականին նույն սխալ վարքագիծը դրսևորեցին, արդյունքում Իրանում իսկապես սկսվեց ուրանի հարստացման աշխատանքը, նշել է արտգործնախարարը, հավելել. Արդյոք 3 եվրոպական երկրներն իսկապես դասեր չեն քաղել վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի իր իրավունքների ցանկացած խախտմանը։ Մերի Ներսիսյան, լուրեր։